44-օրյա պատերազմն ամբողջությամբ ու համապարփակ վերլուծությամբ, ձախողումների շարք, որը ոչ միայն ռազմական պարտություն ու տարածքային կորուստներ էր, այլև մարդկային տառապանքի ու անարդարության դրսևորում։ 44-օրյա պատերազմը, նոյեմբերի 9-ի հայտարարությունը, դրան նախորդած դիվանագիտական քայլերը, աշխարհաքաղաքական խաղերն ու սպառազինության մրցավազքը, ռազմական բարեփոխումները կամ դրանց բացակայության փաստը։ Ամեն ինչ 2020-ի ճակատագրական պատերազմի ու դրա կործանարար հետևանքների մասին։ Հայ եւ օտարերկրացի 17 հեղինակներ քննել են 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունը, դրան նախորդած իրադարձություններն ու զարգացումները։ 16 հոդված տարածաշրջանի, Եվրոպայի ու Միացյալ Նահանգների լավագույն միջազգայնագետների, քաղաքագետների, արևելագետների ու փորձագետների փաստերով ու վերլուծությամբ, դիտարկումներով ու անպատասխան մնացած հարցերի պատասխաններով, ինչպես դասեր քաղել պատմությունից ու կառուցել ապագան։ Կոտրված Վահան, Արցախյան 44-օրյա պատերազմի բազմաշերտ վերլուծություն, գրքի գլխավոր գործընկեր Գալուստ Գյուլբենկյան հիմնարկություն։ Բարի առավոտ, եւ այսպես Նյումեկ հրատարակչությունը ներկայացնում է Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառների, նախընթաց իրադարձությունների եւ հետևանքների մասին։ Առաջին համապարփակ մասնագիտության եւ մասնագիտական վերլուծությունը։ Գրքում 17 հոդվածագետները վերլուծել են պատերազմը, անդրադարձել սպառազինության մրցավազքին, ռազմական բարեփոխումներին կամ դրանց բացակայությանը։ Գրքի գլխավոր գործընկերը Գուլբենկյան հիմնարկությունն է։ Այս պահին գրքի մասին խոսելու ենք Civilnet գլխավոր խմբագիր, պատմագետ, գիտությունների թեկնածու եւ Կոտրված Վահան գրքի համակարգող խմբագիր Կարեն Հարությունյանի հետ։ Բարի առավոտ, շնորհակալություն մեզ սիրուն կարվելու համար։ Մեզ սկզբում խնդրում պատմեք, ինչի մասին է գիրքը, երբ ձեզ հարցնում են, հետաքրքիր է ինչպես եք երկու բառով նկարագրում։ Բարև ձեզ, ինչպես դուք արդեն նշեցիք, գիրքը Ղարաբաղյան հակամարտության մասին է։ Ճիշտ չի լինի ասել, որ գիրքը ամբողջությամբ հենց 2020-ի պատերազմի մասին է, այնտեղ իհարկե գերակշռող է 2020-ի պատերազմի թեման, բայց կան հարակից թեմաներ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են պատերազմին, հակամարտությանը, նախընթաց իրադարձություններին, դիվանագիտական, քաղաքական, սոցիալ-հասարակական եւ այլն։ 17 փորձագետներ, վերլուծաբաններ գրել են մոտ 16 հոդվածներ, դա ինչպես է աշխատանքը կարգավորվել, ինչպես է աշխատանքը կազմակերպվել, որպեսզի մեկ ընդհանուր լեզու լինի վերջը։ Աշխատանքը իրականում սկսվել է շատ շուտ, երբ պատերազմի ավարտից հետո 2021-ի վերջին ձևավորվեց մասնագետների, փորձագետների մի խումբ, շատ ավելի լայն խումբ Հայաստանում եւ արտասահմանում, համակարգում էր Վիգեն Չտրյանը, Ժնևի համալսարանի պրոֆեսոր եւ դասախոս եւ այս գրքի ընդհանուր խմբագիրը։ Մենք բազմաթիվ հանդիպումներ ունեցանք, մենք շատ ավելի լայն թեմաներ էինք վերցրել, բայց ցավոք ոչ բոլոր թեմաներով կարողացանք ի վերջո ստանալ հոդվածներ եւ հետազոտական աշխատանքներ, բայց նույնիսկ այն ինչ որ կարողացանք ստանալ բավական արժեքավոր է։ Այս գրքի ստեղծման արդյունքում նաև ծնվեց մեկ այլ գիրք, որը վերնագրել ենք «Պարտություն», դարձյալ Գյուլբենկյան հիմնադրամի օժանդակությամբ։ Գրքում Վիգեն Չտրյանը մասնավորապես հետազոտեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հանգամանքները 30-ից ավելի հարցազրույցների հիման վրա, որոնք տեղի ունեցան Հայաստանի ներկայիս եւ նախկին ղեկավարների, ինչպես նաեւ զինվորականների, պատերազմի մասնակիցների եւ քաղաքագետների, փորձագետների հետ շատ արժեքավոր վերլուծություն է պատերազմի ընթացքի մասին։ Գիրքը, որ վերնագրել ենք «Պարտությունը», նույնպես լույս տեսավ այս գրքից մոտավորապես 1-2 ամիս առաջ ու կարծես ծնվեց որպես այս գրքին հարակից մի գիրք։ Հիմա կոնկրետ այս գրքի մասին մենք երբ քննարկում էինք թեմաները, կային օրինակ առանձին ճակատամարտեր, որ ուզում էինք նույնպես տեղ գտնենք գրքում, բայց ցավոք ի վերջո կամ հետազոտողները աշխատանքի կեսից հետ կանգնեցին կամ չստացվեց, որովհետև շատ դժվար է օրինակ, չգիտեմ, հարավային ուղղությամբ ճակատամարտի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալ, քանի որ կան քրեական գործեր, կան ներկայում նաև շատ զգայուն թեմաներ, որ մարդիկ խուսափում են խոսել եւ այլն, հետազոտությունը բավականին
դժվար առաջ գնաց այդ առումով, թե որոշ աշխատանք գնացել էր մի քանի ճակատամարտերի մասին էր խոսքը, մասնավորապես թե հարավային ուղղությամբ Շուշի ճակատամարտի մասին էր խոսքը, այնտեղ եւս ագին աշխատանք կատարվել էր, բայց առաջ չգնաց, եւ կարող եմ ասել, որ այս աշխատանքը, որ փաստորեն ակադեմիականների կողմից է արվել, զուգորդվում է հետաքննող լրագրողների կողմից կատարվող աշխատանքներով եւ կարող եմ ասել, որ հետաքննող լրագրողները բավական լավ աշխատանք են կատարում հետազոտելու Ղարաբաղյան երկրորդ պատերազմի եւ հետագա իրադարձությունների հանգամանքները, օրինակ հետքը, Civilnet-ը ու մի քանի արդեն ծավալուն վերլուծական հետաքննական հոդվածներ եւ տեսանյութեր են հրապարակել այս թեմայով, բայց իհարկե շատ կարևոր է, որ ակադեմիականները նաև կատարեն այդ աշխատանքը, որովհետև ի վերջո հետաքննող լրագրողների կամ ընդհանրապես լրագրողների աշխատանքում չկա գիտական մեթոդաբանություն։ Դա է ակադեմիականի ու հետաքննող լրագրողների տարբերություններից մեկն է։ Գիտական մեթոդաբանությունը կարևոր է։ Իսկ այս առումով այս գիրքը հենց գիտական մեթոդաբանության հիման վրա գրված գիրք է, բայց կարող եմ ասել նաև, որ շատ հեշտ ընթեռնելի գիրք է, եթե մարդիկ չեն կարողացել դեռ ծանոթանալ, թող չխուսափեն իհարկե, հեշտ լեզվով է գրված, հասկանալի, առանց ավելորդ եզրաբանությունների։ Գրքի հետ կապված նաև շատ կարևոր փաստ կա, որ ադրբեջանցի վերլուծաբանի կողմից գրված հոդված կա։ Ինչի մասին է հոդվածը եւ ինչ նոր փաստեր են բացահայտվում։ Այնտեղ երկու ադրբեջանցի հեղինակ կա, բնականաբար երկուսն էլ դիսիդենտ են, ոչ մեկ նրանցից Ադրբեջանում չի ապրում, մեկը Սևինջ Սամադզադեն է, որը գրել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության եւ պետության շփումների մասին եւ այդ կոնտեքստում Ղարաբաղյան հակամարտության ընկալումների, մյուս աշխատանքը Արիֆ Յունուսովինն է, բավական ծավալուն աշխատանք է եւ կարող եմ ասել, որ հայերեն տարբերակում ամբողջականն է պահպանվել։ Իդեպ ասեմ, որ այս գրքի անգլերեն տարբերակը լույս կտեսնի աշնանը Լոնդոնում, հեղինակավոր IB Towers հրատարակչական կողմից, այո, նույն գիրքը, ի պատիվ Նյումեգի մենք հայերենը կարողացանք ավելի շուտ ունենալ, քան անգլերենը եւ ասեմ, որ հոդվածների մեծ մասը ի սկզբանե անգլերեն է գրվել ու ի պատիվ էլի եմ ասում Հայաստանի հրատարակչության Նյումեգի մենք սա ավելի շուտ ունեցանք ու շատ կարեւոր էր այս գիրքը նույնիսկ շատ ավելի վաղ ունենալ, բայց տեխնիկական դժվարություններ եւ շատ այլ հարցեր թույլ չտվեցին դա անել։ Հիմա վերադառնալով Արիֆ Յունուսովի աշխատանքին, այնտեղ շատ կարևոր թեմաներ է արծարծում Յունուսովը, մասնավորապես Ադրբեջանում կլանային պայքարի մասին, սկսած 1970-ականներից Ալիևների կլանը, հետագայում այնտեղ 90-ականներից սկսած ձևավորվում է հայաստանցիների կլանը, որ կոչում էին Ադրբեջանում երազ, կար քրդական կլանը եւ կար ի վերջո Փաշաևների կլանը եւ նույնիսկ այն տարիներին, երբ որ Ադրբեջանի նախագահ էր դարձել Իլհամ Ալիևը, նա ամբողջական իշխանություն չուներ այս կլանների նկատմամբ եւ ստիպված էր մանևրել։ Օրինակ կար Ռամիզ Մեհդիևը, Հայր Ալիևի աշխատակազմի ղեկավարը, հետագայում նաեւ Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավարը, որ փաստացի ղեկավարում էր Ալիևների կլանը եւ ընդհանրապես գորշ կարդինալն էր այդ կլանների պետական համակարգի, ինքն էր որոշում թե ով կդառնա падգամավոր եւ այլն, որքան էլ զարմանալի է Իլհամ Ալիևը չէր ներկայացնում Ալիևների կլանը, Իլհամ Ալիևը ներկայացնում էր Փաշաևների կլանը։ Մի այսպեսի հարց, տեսեք, այն հետաքննող լրագրողները կամ փորձագետները, որոնք որ վերլուծություններ արել են Հայաստանում, նրանք ապրում են Հայաստանում։ Ադրբեջանի պարագայում կարծես նրանք չեն ապրում այնտեղ։ Այդ հարցի պատասխանը դժվար չէ կռահել։ Ադրբեջանում անկախ լրագրողները կամ մտածողները կամ բանտում են կամ Դա հնարավոր չէր կազմակերպել եւ վերջին այսպես հարցը առհասարակ աշխատանքը դժվար էր կազմակերպել զուտմտքային առումով, բովանդակային առումով, որպեսզի այսպես կարծիքները այսպես մի օրինակն են, թե դա կարևոր չէր այս պարագայում հոդվածները
Աշխատանքը իհարկե շատ դժվար է, որովհետև այս մարդիկ, որոնք որ իրենց ներդրումն են ունեցել գրքի ստեղծման գործում, բոլորն էլ զբաղված մարդիկ են տարբեր ոլորտներում, օրինակ Ժիրայր Ամիրխանյանի հոդվածը, որ հրապարակվել է Հայաստանի ռազմական բարեփոխումների մասին, կարող եմ ասել, որ հայերենով հրատարակված, հայերենով լույս տեսած առաջին նման ծավալուն վերլուծությունն է եւ Ժիրայրը ինքը գիտեք գործող զինվորական է, գլխավոր շտաբի պետի խորհրդականն է եւ լավագույն մասնագետներից մեկն է եւ այնտեղ բացառապես ռազմագիտական վերլուծությունն է։ Եվ ի վերջո մեր հասարակության մեջ հումանիտար հասարակագիտական գրականության այդպիսի աշխատանքներ քիչ են։ Դա ազդում է ինչ որ առումով մեր հասարակության գիտակցության վրա կամ մտածողության։ Կարծում եմ իհարկե ազդում է եւ մի բան էլ ես կարող եմ այդ առումով նշել, որ ցավալիորեն Ղարաբաղյան հակամարտության, հատկապես 2020-ից հետո 2020-ի պատերազմի եւ 2020-ի պատերազմին հաջորդած իրադարձությունների մասին գրեթե բոլոր կարևոր աշխատանքները, գիտական, ակադեմիական աշխատանքները կատարվել են ոչ հայաստանյան ինստիտուտների պատվերով։ Օրինակ, պատերազմից հետո եղավ Սիմոն Սարաջանի ղեկավարությամբ Հայաստանի պարտության պատճառները 2020-ին հարցաշարժով, որին ինքս էլ մասնակցել եմ, դրանից հետո եղան մի քանի հոդվածներ, այդ թվում Վարամ Տեր-Մաթևոսյանի, Հովհաննես Նիկողոսյանի հոդվածը հեղափոխությունից պատերազմ, որ տպագրվեց դրսում, եղավ Փոթորիկ Կովկասում ժողովածուն, որը նույնպես Նյումեգն է հրատարակել եւ այս գիրքը գնողներին խորհուրդ կտամ նաեւ մյուսը գնել, եթե դա չեն կարդացել, որտեղ ավելի ամբողջական պատկեր կարող են ստանալ նաեւ Փոթորիկ Կովկասում ծանոթանալ։ Շնորհակալություն այս կարճ ժամանակում։ Հա, չհասցրեցի լրիվ ասել, լավ, մնացածը Ավելիքում ինտրիգը կար, որ գնեն գիրքը եւ նախորդները, որպես ընդհանուր պատկերացում կազմեն։ Իրականում սա շատ կարևոր աշխատություն է, ոչ միայն մասնագետների, այլ նաեւ հասարակության լայն շերտերի համար։ Ձեզ լավ ենք ցանկանում։ Շնորհակալություն։ Եվ այսպես մենք զրուցում ենք կոտրված Վահան գրքի համակարգող խմբագիր Կարեն Հարությունյանի հետ եւ գրքում այսպես 17 փորձագետներ վերլուծում են Արցախյան պատերազմը գրեթե բոլոր ասպեկտներով։ Այս պահին դիտենք տեսանյութ, որտեղ գրքի մասին է խոսում աշխատության գրքի խմբագիր Ժնևի համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Վիգեն Չեթերյանը։ Տեսանյութը գովազդից հետո։ Այս քիրքի նպատակն է վերլուծել, հասկանալ, բացատրել 2020-ի Ղարաբաղի երկրորդ պատերազմը, իր պատճառները եւ իր հետևանքները։ Նպատակն է մեկ բարձունակ բացատրություն չտալ, այս շատ բարդ երևույթի շուրջ, ինչ որ է պատերազմները իրենք շատ բարդ երևույթներ են, այլ փորձել դարբեր դիսագյունները, դարբեր մոդիցումներով արձարծել եւ վերլուծել այդ պատերազմը։ Այս պատերազմը ինքը շատ անշուշտ կարևոր է հայ հանրության համար եւ խորին որ այս գիրքը պետք է իր դերը գտնա հայալեզու գարտացողի, այդ գարտացողը լինի մասնակետ թե քաղաքական գործիչ, թե համալսարանական եւ կամ բարձ քաղաքացի, քանի այս հարցը պետք է որ հետաքրքրի շատ լայն ուրեմն գարտացողներու։ Ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք Նյումեգ հրատարակչության հետ աշխատել, այս գիրքը շատ արագ ձևով պատրաստելու, շատ մկլուխներ թարգմանվեցան անգլերեն դեպի հայերեն եւ հույսով եմ որ այս լինի կարևոր կայմը, բայց ոչ վերջինը, որովհետեւ մենք ավելի խորանանք Հայաստանի եւ հայության հուզող քաղաքական եւ միջազգային հարցերու շուրջ։ Առավոտ մենք շարունակում ենք զրուցել Նյումեգ հրատարակչության եւ Գյուլբենկյան հիմնարկության նոր գրքի մասին։ Գիրքը կոչվում է Կոտրված Վահան, այն ակադեմիական հոդվածների ժողովածու է, որտեղ մասնագետները վերլուծում են Արցախյան պատերազմը։ Մեր տաղավարում է գրքի հոդվածագիրներից մեկը արևելագետ, պատմաբան, Հայաստանի ամերիկյան համալսարանի ասիստենտ, պրոֆեսոր Նաիրա Սահակյանը։ Բարի առավոտ։ Շնորհակալություն, մեկ հոդվածներից մեկը ձերն է։
Հետաքրքիր է, երբ ասացի կամ գաղափար եղավ հոդվածը գրելու, ինչպես կողմնորոշվեցիք ինչի մասին լինի եւ ինչպես համապարփակ ներկայացնեք։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Ընդհանուր առմամբ վերջին մի քանի տարիներին ես հիմնականում ուսումնասիրել եմ Ադրբեջանի պաշտոնական խոսույթը Արցախյան հիմնահարցի վերաբերյալ, թե Հեյդար Ալիևի եւ թե Իլհամ Ալիևի ժամանակաշրջանում եւ ինչ որ մի պահի իմ համար կարևոր հարց եղավ, իսկ լավ մեր կողմից ինչպես էր խոսույթը ձևավորվում կամ ինչպիսի փոփոխություններ էր կրում մեր կողմից, որովհետև առաջին հայացքից թվում է, թե երբ որ դու այդ դրա համատեքստում ես, դրա մեջ ես, քո համար ամեն ինչ պարզ է, բայց նայել թե 88-ից մինչև 2020 թվական ինչպիսի փոփոխություններ են եղել, կարևոր էր եւ այդ գիծը ուսումնասիրել, դրա համար մտածեցի, որ անհրաժեշտ է նաև նմանատիպ ուսումնասիրություն անել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի խոսույթի վերաբերյալ եւ ըստ էության այդտեղից էլ ծնվեց հոդվածի գաղափարը։ Գրքում բացի Արցախյան պատերազմից ուրիշ նաև այլ թեմաներ է արծարծվում, բայց հիմնականում ինչքանով է կարևոր հասկանալու համար իրականությունը, թե ինչ է կատարվում, ինչ է կատարվելու համար, ինչի համար պիտի կարդան այս գիրքը։ Ընդհանրապես գիրք կարդալը լավ բան է։ Հրաշալի բան է։ Հա, Նյումեգն էլ բազմաթիվ լավ գրքեր ունի, կարող են մարդիկ կարդալ, բայց ինչու համար է անհրաժեշտ կարդալ այս գիրքը։ Նախ, որովհետև երբ որ 20 թվականի նոյեմբերի 9-ը չարաբաստիկ տեղի ունեցավ, շատերի համար հարց էր ինչու։ Չէ, այդ հարցը բոլորիս մտքում կար, ինչպես եղավ, որ Կովկասի հաղթանակած բանակը, հզոր պետությունը, երկու հայկական պետություններ եւ այլն, այդ ամեն մտքերն ունեցող կողմը հանկարծ նմանատիպ լուրջ պարտություն կրեց եւ ըստ էության կապիտուլյացիայի գնաց եւ այդ հարցի այդ ինչու այդպես եղավ, հարցի փորձ է պատասխանել այդ հարցին։ Իհարկե դժվար է ասել, որ ամբողջությամբ փորձել ենք պատասխանել այդ հարցին, բայց ամեն դեպքում գրքում մի շարք հոդվածներ կան, որոնք տարբեր ասպեկտներով փորձում են պատասխան գտնել այդ կարևոր հարցի համար եւ իմ հոդվածը դրանցից մեկն է ընդամենը այնտեղ կան իհարկե նաեւ ռազմական, աշխարհաքաղաքական եւ մի շարք այլ հարցերին վերաբերող հոդվածներ, որոնք էլի փորձ են պատասխանել այդ ինչու հարցին։ Դուք միասին քննարկումներ ունեցել եք հոդվածագիրներով։ Այո, մենք մինչև գրքի այս վերջնական տեսքը ձևավորվելը մի շարք, այսպես ասած, աշխատաժողովներ ենք ունեցել, որտեղ քննարկում էինք, թե ինչ ասպեկտներ պետք է ներառվեն այն ծրագրի մեջ, որը վերջնական տեսք կարող է ունենալ գրքի տեսքով, եւ այդ համատեքստում էր, որ ունեցել ենք մի շարք քննարկումներ, թե մինչև տեքստերի գրելը եւ թե տեքստերը գրելուց հետո մենք տեքստերը գրելուց հետո էլ սևագիր տարբերակները քննարկել ենք միասին եւ իհարկե ոչ բոլոր տեքստերը, որովհետեւ կան հեղինակներ, ում հետ հնարավոր չէր հասկանալի պատճառներով քննարկումներ ունենալ, օրինակ ադրբեջանցիների հետ Հայաստանում առնվազն քննարկում չէին կարող ունենալ, բայց հեռահար կապով կարող է դա։ Որոշ չափով այո, բայց հիմնականում ըստ էության քննարկումները եղել են հայաստանցի մասնագետների մեջ, այսպես կոչված օֆլայն տարբերակում, բայց մյուսների հետ նույնպես միանշանակ քննարկում։ Որոնք են այդ տարընթերցումներն ու օրինակ ի վերջո քաղաքագիտությունը ամեն դեպքում ինքը ճշգրիտ գիտություն չէ, աղբյուրները կարող են տարբեր լինել, փաստերը նույնպես, հա, որն էր այդ դժվարությունը եւ ընդհանուր հայտարարի գալու։ Տեսեք, այստեղ ընդհանուր հայտարարի գալու որևէ խնդիր չկար, որովհետև ամեն հեղինակ ինքն է պատասխանատու իր գրած տեքստի համար եւ գիրքը մենագրություն չէ ըստ էության, որպեսզի փորձեինք բոլորի մոտ առաջացած ինչ որ տարընթերցումներ կամ անհամաձայնություններ համապատասխանեցնել։ Եթե հիմնական խնդիրը ինչն էր, գիտականորեն վերլուծել այն ամենը, ինչ հնարավոր է, եւ եթե գիտական վերլուծության արդյունքում հեղինակը գալիս է ինչ-որ X եզրակացության, ապա դա այդ հեղինակի իրավունքն է։ Ամենակարևորը, որ այդ մեթոդաբանությունը գիտական ճիշտ օգտագործվի եւ որևէ մանիպուլյացիաներ եւ այլն չլինեն այնտեղ, որովհետեւ երբեմն
լինում են, որ թեմայով իբրև թե հետազոտություններ են անում, բայց իրականում այդ հետազոտությունների ետևում այլ բաներ են կանգնած։ Այս պարագայում կարող եմ վստահաբար ասել, որ նման բան չկա եւ հեղինակներն էլ փորձել են մաքսիմալ օբյեկտիվ մոտեցմամբ վերլուծություններ ներկայացնել, որը կարդալով միայն կշահի ընթերցողին։ Ճիշտն ասած, ինձ ընթացքում մի հարց հետաքրքրեց, դուք ասացիք, որ ամեն հեղինակ պատասխանատու է իր գրածի համար։ Արդյոք ձեզ մոտ եղել է դեպք, որ ոչ օբյեկտիվ պատճառներով ունենալով սուբյեկտիվ պատճառներ ու սուբյեկտիվ կարծիք զետեղել եք ձեր հոդվածի մեջ ու դա ինչ որ խնդրի է առաջացրել, դրանից հետո եք հանել։ Չէ, տեսեք, նմանատիպ ինչ որ բաներ չեն եղել։ Ուղղակի ես ասացի այն ինչ տեսնում եմ ընդհանրապես մեր ակադեմիա ասվածում, երբեմն նմանատիպ սուբյեկտիվ կամ ինչ որ քաղաքական շահեր սպասարկում եւ այլն նմանատիպ բաներ լինում են, բայց այս պարագայում նման բան չի եղել։ Իմ պարագայում մի դեպք կարող եմ հիշել, որ ոչ թե սուբյեկտիվության մասին է խոսքը, այլ ոչ այս գրքի շրջանակում ես մի կարճ հոդված էի գրում, որը հետագայում տպագրվեց լոնդոնյան մի կազմակերպության էջում, որտեղ խնդիր էր առաջացել, արդյոք պետք է գրել Շուշա, թե Շուշի։ Ինձ մոտ բնականաբար տեքստում Շուշի տարբերակն էր, եւ երբ որ ամբողջությամբ արդեն հոդվածը խմբագրի հետ համաձայնեցված էր, հանկարծ նամակ եմ ստանում, որտեղ խմբագիրը գրում է, որ գիտես, նմանատիպ խնդիր ունենք, մենք այստեղ որոշ երկրների դեսպանատներ կարող են մեր վրա հարձակվել եւ այլն, հետեւաբար դեմ չես, եթե դարձնենք Շուշա։ Ես բնականաբար դեմ էի, ասացի, որ եթե Ինչպես հանգուցալուծվեց։ Գրվեց Շուշի։ Եվ ի վերջո այս գիրքը ինչ է կարծում, ինչպես կընդունվի երկու հասարակություններում, չգիտեմ, Ադրբեջանում կա այս գիրքը, որ նրանք է կարծում։ Ադրբեջանում դեռևս ոչ, որովհետև հայերենը կարծում եմ անգլերեն տարբերակը պիտի անգլերեն տարբերակը կլինի աշնանը եւ վստահ եմ, որ որոշ ադրբեջանցիներ միանշանակ կծանոթանան գրքին, թե Ադրբեջանի ներսում եւ թե դրանից դուրս, բայց այն, որ հեղինակներ կան հենց ադրբեջանցի, կարծում եմ կարեւոր է այնքանով, որ դրանով ցույց է տալիս, որ մենք առնվազն բաց ենք գիտական դաշտում համագործակցության համար։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար, ձեզ գիտական նոր հոդվածներ։ Եվ այսպես մեր տաղավարում արևելագետ պատմաբան կոտրված Վահան գրքի հոդվածագիր Նայրա Սահակյանն էր։ Մենք խոսում ենք Newmake հրատարակչության եւ Գյուլբենկյան հիմնարկության հրատարակած կոտրված Վահան Արցախյան 44-օրյա պատերազմի բազմաշերտ վերլուծության աշխատանքի մասին, այս պահին դիտենք եւս մեկ տեսանյութ, որտեղ գրքի հոդվածագիրներից մեկը Լոուրենս Բրորերսը կխոսի իր հոդվածի ու այս գրքի մասին։ My chapter concerns the diplomacy that was enacted between Armenia and Azerbaijan in the aftermath of the Second Karabakh War. We've seen bilateral negotiations on a normalization text, and just 10 days ago, in separate announcements, Yerevan and Baku have declared that the text of this treaty is complete, and so there's been a lot of speculation as to what this means and whether it does in fact mean the end of this tortuous 33-year history of Armenian-Azerbaijani negotiations. I'm afraid that the analysis in my chapter suggests that that might be a premature analysis. I point to the question of domestic legitimacy. We now have a rather asymmetric situation where the leadership on one side of the conflict in Armenia, the legitimacy no longer depends on the conflict, whereas in Azerbaijan we're seeing a pivot into a conflict-based legitimacy following the victory in 2020. We also know that some of the most contentious issues have been kicked down the road. That includes connectivity, and we also know that fundamental issues of justice and accountability are not part of the agenda of this agreement. Therefore, it seems to me that rather than arrival at the end of this process, the key question is whether the process can continue without a regression into large-scale violence, or whether the truce that has held now for more than a year can continue.
Շարունակում ենք խոսել Նյումեկ հրատարակչության եւ Գյուլբենկյան հիմնարկության կոտրված Վահան Արցախյան 44-օրյա պատերազմի բազմաշերտ վերլուծության եւ այս աշխատության մասին։ Գրքում 17 քաղաքագետներ, պատմաբաններ, միջազգայնագետներ վերլուծել են պատերազմը բոլոր ասպեկտներով՝ դիվանագիտություն, ներքաղաքական կյանք, թուրք-ադրբեջանական հարաբերություններ։ Մեր տաղավարում է քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Սուքեսյանը։ Նա իր հոդվածում անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Բարի առավոտ, շնորհակալություն մեզ սիրուն կարվերի համար։ Խնդրում եմ պատմեք ինչ դրույթներով եք ներկայացրել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Ես թեև ի սկզբանե նպատակը ավելի նեղ էր Ռուսաստանի քաղաքականությունը եւ գործողությունները պատերազմի ժամանակ եւ դրա համատեքստում, բայց առավել խորանալով խնդրի մեջ պարզ էր դառնում, որ նման սիտուատիվ վերլուծությունը բավական չի լինի եւ կարիք կար ավելի մանրամասն եւ այն հիմքերին անդրադառնալ, թե ինչից է բխում այդ քաղաքականությունը։ Այդ պատճառով ես վերցրել նայել եմ մակրո տեսանկյունից պատմաբանի գործ ես չեմ արել, բայց նայել եմ Ռուսաստանի քաղաքականության էվոլյուցիան, թե ինչ փուլերով է անցել, ինչ փոփոխություններ է ապրել։ Վերջին որ տարին։ Անկախությունից ի վեր եւ մի բան է պարզ դարձել դրանից, ինչը երևի այդքան էլ ակնհայտ չէր հետազոտության սկզբում, որ Ռուսաստանի քաղաքականությունը կոնֆլիկտի վերաբերյալ 30-35 տարիների ընթացքում գրեթե փոփոխության չի ենթարկվել։ Դա երևի թե Ռուսաստանի արտաքին քաղաքական ուղղություններից կամ կետերից ամենաստաբիլն է եղել ու թեև Ռուսաստանը ունեցել է դաշինքային հարաբերություններ Հայաստանի հետ, բայց տարբեր ադմինիստրացիաների ժամանակ, տարբեր արտգործնախարարների շուրթերով, տարբեր դրույթային փաստաթղթերի մեջ հստակ կարմիր գծով, կարմիր թելով անցնում է միտքը, որ անկախ այս հարաբերությունների տեսակից Հայաստանի հետ, դաշինքային հարաբերություններից Ռուսաստանը չի պատրաստվում եւ չի անցնելու կողմերից որևէ մեկի օգտին կոնֆլիկտը լուծելու ի վնաս մյուսի, որովհետեւ կհասնենք այդտեղ, որովհետև ի վնաս որևէ մեկին ենթադրելու էր ի վնաս Ռուսաստանի հարաբերություն, ի վնաս Ռուսաստանի շահերին տարածաշրջանում, որովհետև չէր պատրաստվում մեկին զոհել մյուսի։ Արդյոք այդպես եղավ թե չէ, երևի թե չէ, ամենայն հավանականությամբ այդպես չեղավ, որովհետև արդյունքում մենք տեսանք, որ պատերազմից հետո ռուս-հայկական հարաբերությունները, Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները լուրջ վնաս կրեցին, Ռուսաստանի հեղինակությունը Հայաստանում եւ սա հանրային հարցումներն են ցույց տալիս, թե ինչպես հայաստանցիների շրջանում գլխավոր դաշնակից կամ գլխավոր բարեկամ պետություն ընդունվելուց հետո Ռուսաստանը արդեն ըստ նախորդ տարվա հարցումների բնակչության 1/3-ը, հարցվածների 1/3-ը Ռուսաստանը համարում է գլխավոր սպառնալիք։ Եվ կարծում եմ սա բավական խոսուն է Ռուսաստանի շահերի տեսանկյունից մի հասարակության մեջ, որտեղ կարծես թե նման սպառնալիք չկար։ Բայց սա վերադառնալով հարցին, արդյոք այդպես արեց, այդպես չարեց, որովհետև ընտրությունն էլ անելու բանը Ռուսաստանին չէր տրված, որովհետև ես կարծում եմ, որ 20 թվականի պատերազմը ամեն դեպքում որոշակի անակնկալ էր նաև Ռուսաստանի համար։ Ռուսաստանը երևի թե սխալմամբ վստահ լինելով, որ տարածաշրջանում պահպանում է հեգեմոնի դիրքերը, ուժեղի, որը կարող է լուծել եւ արդյունք տալ ցանկացած լրացնել, կարգավորել, ամեն դեպքում թելադրել իր կամքը, իրավիճակ, մենք տեսանք, որ Ռուսաստանը ձախողվեց, որովհետև առաջին հրադադարի համաձայնագիրը, որը Մոսկվայում պատերազմի երկրորդ շաբաթի ավարտին ձեռք բերվեց ռուսական միջնորդությամբ ու ներկայացվեց որպես մեծ դիվանագիտական հաղթանակ, թմկահարում էին, եթե կարդանք ռուսական մամուլը այդ օրերի, ապա շատ հաղթական եւ կարեւոր դերակատարի տոնով էր լուսաբանվում այդ միջնորդությունը, դրանից պարզապես ժամեր անց այդ թվում թուրքական միջամտության պատճառով Ռուսաստանի այդ նախկին հեգեմոն դիրքը լիովին կասկածի տակ առնվեց ու մինչև Թուրքիայի շահերը ստիպված չեղան կողմերը հաշվի առնել, երկրորդ հրադադարն էլ տապալվեց ֆրանսիական, երրորդն էլ ամերիկյան ու արդեն 3 համանախագահների միջնորդությամբ եւ արդյունքում ոչ
չկարողացավ Ռուսաստանը այնպիսի դիրք գրավելու, այնպիսի լուծում տալ պատերազմի ավարտին, որը կլիներ, որը չէր լինի կողմերից որևէ մեկի օգտին, այդպես եղավ, բայց արդյունքում մենք տեսանք, որ եթե անգամ այդ ժամանակ կար ինչ-որ հաղթական տոն համենայն դեպս ռուս փորձագետների, նաև արևմտյան փորձագետների, ովքեր ասում են, տեսեք, Ռուսաստանի համար սա հաղթանակ էր, որովհետև խաղաղապահներ տեղակայվեցին, մենք տեսանք, որ երկարաժամկետ հեռանկարում կյանք դա շարունակեց բերել էլ ավելի մեծ թե հեղինակության վնասներ, թե իր դիրքերի ամրության վնասներ, թե ռազմական ներկայության նվազում եւ այլն։ Երևի ամեն մի քաղաքական, պատմական ու նաև ազգի համար շատ ցավալի իրավիճակներից հետո հասարակության մեջ առաջանում են միֆեր տարբեր հարցերի վերաբերյալ, որը կարծում եմ շատ առողջ ու բնական է։ Ինչպես եք ձեր հոդվածում տվել միֆերի պատասխանները արդյոք։ Որոնք են։ Այո, որոնք։ Ճիշտ եք, նման կատաստրոֆաներ արավիրքներից հետո, որովհետև դժվար է հասկանալ իրականությունը, որովհետև ցավը չափազանց մեծ է դրան ռացիոնալ պատճառներ գտնելու համար, որովհետև ռացիոնալ պատճառները երևի թե նաև ինչ-որ մեղավորության հարցեր են բարձրացնելու եւ այլն, ու դա պարզ կոգնիտիվ process է, որ մարդու ուղեղը փորձում է ինչ-որ վերին ուժերի կամ գաղտնի համաձայնությունների, փորձել դասել, այո, դա տեղի ունենում պատերազմից հետո, բայց ինչ վերաբերվում է հայ-ռուսական հարաբերություններին, միֆերը այստեղ եղել են միշտ։ Որոնք են հիմնական միֆերը, մեզ ասեք նաև։ Տեսեք, գլխավոր միֆերից մեկը, որ եղել է մեր մոտ, դա այն համոզմունքն էր, որ Ռուսաստանը ա թույլ չի տա պատերազմի տեղի ունենալ, բ եթե դա տեղի ունենա, ապա մի քանի օր դա կտևի, մինչև Ռուսաստանը կկանգնեցնի այն, եւ սրանց հետևում կանգնած ամենակարևոր երևի թե միֆը, որը բազմաթիվ այլ ռազմավարական սխալների պատճառ է դարձել, դա այն է եղել, որ Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ կամ հայ-ռուսական դաշինքը ծառայելու է Հայաստանի պաշտպանությանը Ադրբեջանից։ Մինչդեռ հայ-ռուսական դաշինքը, երբ մենք գնանք ու ես հրա մասին իմ հեղինակած գլխի մեջ խոսում եմ, եթե գնանք այն փուլին, թե երբ եւ ինչ կոնտեքստում է դա ձևավորվել է այն ժամանակ, երբ Հայաստանի հասցեին հնչում էին ռազմական սպառնալիքներ Թուրքիայից։ Առաջին պատերազմի ժամանակ, ոչ Ադրբեջանից։ Բայց ուղիղ տեքստով էր դա ասում։ Դա տեղի էր ունենում այն ժամանակ, երբ նկատի ունեք ռուսների կողմից, այո, դա տեղի էր ունենում այն ժամանակ, երբ հայկական ուժերը Արցախում առաջ խաղացում էին ունենում եւ թուրքական հասարակության մեջ էլ էր արդեն անհանդուրժելի դառնում հայերի հաջողությունների ծավալը իրենց էթնիկ եւ մշակութային եղբայրների դեմ եւ այս պահանջների ոչ միայն իհարկե այս պահանջների, բայց նաեւ դրանց տեղի տալով թուրքական իշխանությունները արդեն ուղիղ սպառնալիքներ էին հնչեցնում եւ կար ռազմական ագրեսիայի վտանգ ու նույն այն քաղաքական առաջնորդները Հայաստանի, որոնք առաջնորդելով անկախության շարժումը, Ղարաբաղյան շարժումը առաջին տարին հատկապես ի արձագանք Բաքվի, Սումգայիթի, Շահումյանի իրադարձություններին շատ սուր, վատ, նեգատիվ բառերով էին արտահայտվում Մոսկվայի մասին եւ դրա դերակատարության նաեւ պատմական դերի մասին, ընդամենը մի քանի տարի անց, երբ արդեն թուրքական սպառնալիքը կար, որին Հայաստանը ի վիճակի չէր ինքնուրույն դիմակայել, խոսքը Ադրբեջանի հետ պատերազմի մասին չէ, այս ժամանակ արդեն այդ նույն առաջնորդները ստեղծեցին այդ ռազմական եւ անվտանգային հարաբերությունները, խորացրեցին, դաշինքները հիմնեցին։ Նարեկ, մենք ունենք հաշված վայրկյաններ, իհարկե բարդ է դա այսպես վերաձևակերպելը կամ ձևակերպելը, բայց այս գիրքը ինչ կտա մեր գիտական հանրությանը, սովորական մարդկանց եւ ի վերջո ժամանակի մեջ ինչ գործունեություն Կարծում եմ
գրքի հիմնական առնվազն ինձ համար նպատակը քննադատություն հրավիրելն է գրքի հասցեին։ Ես շատ ուրախ կլինեմ, որ թե ակադեմիայի մարդիկ, գիտնականները եւ թե բոլորը հասարակությունը կարդա եւ իր քննադատությունը հայտնի սրա հանդեպ, որովհետև քննադատությունը անհրաժեշտ է ավելի լավ բաներ հասկանալու համար, ինչ որ այս ամեն դեպքում մի քիչ երևի абստրակտ պատասխանեմ, մենք չենք հասկացել ինչ է տեղի ունեցել մեր հետ, մենք չենք մարսել սա հոգեբանորեն անգամ, հա, մենք չունենք մեր հասարակությունը գտնվում է շատ վայրիվերումների մեջ նաև նրա պատճառով, որ մենք այս տրավմայի հետ չենք հաշտվել, չենք հասկացել ու կարծում եմ, որ հիմք ունեցող, փաստական հիմք ունեցող վերլուծությունը քննադատելով եւ դրանից բանավեճ սկսելով կարելի է բռնել այն ճանապարհը, որը կարող է տանել մեզ ինչ որ հասարակական համերաշխության։ Շնորհակալություն Նարեկ, հաճելի էր ձեզ լսել եւ այսպես մենք զրուցում ենք քաղաքական գիտությունների տեխնացու Նարեկ Սուքիասյանի հետ Արցախյան պատերազմի մասին, նրա հոդվածը հրապարակվել է Կոտրված Վահան գրքում։ Գիրքը 16 փորձագետների վերլուծությունների ժողովածու է, որոնք բոլոր ասպեկտներով ակադեմիական վերլուծությամբ ցույց են տալիս Արցախյան պատերազմը, դրա նախորդած եւ հաջորդած իրադարձությունները։ Կոտրված Վահան գիրքը հրատարակել է Newmake հրատարակչությունն ու Գյուլբենկյան հիմնարկությունը համատեղ ջանքերով։ Գիրքն արդեն վաճառվում է գրախանութներում, այն կարող եք նաև պատվիրել newmake.am կայքում։ Վստահ ենք, որ այս գիրքը մեզ հուզող եւ անհանգստացնող բազմաթիվ հարցերի պատասխաններ է տալու։